Ողջույն սիրելի ընկերներ, մենք սկսում ենք նոր նախագիծ, որտեղ ներկայացնելու ենք Կապանի տաղանդավոր երիտասարդներին։ Այսօրվա մեր հյուրը մի շատ տաղանդավոր մարդ է, ով արմատներով Կապանից է, բայց ծնվել եւ մեծացել է Ամերիկայում։ Ողջույն Քրիստոֆոր, շատ ուրախ ենք, որ ընդունել եք մեր հրավերը եւ ժամանակ եք գտել մեզ համար։ Շնորհակալություն, նմանապես շատ ուրախ եմ հրավերի համար։ Իմ համար շատ մեծ պատիվ է։ Կպատմեք մի փոքր ձեր մասին։ Շատ բարի։ Դե արմատներով Կավարտեցի եմ, Կավարտ գյուղը, որ քաղաքից տենց մի 15 րոպե կպած է։ Իմ պապիկը այնտեղից է, բայց ես ծնվել մեծացել եմ Ամերիկայում, Բոստոն քաղաքում եւ կյանքումս մի անգամ եմ եկել Կապան մինչեւ 23 թիվ 5 տարեկան հասակում։ Զուտ տենց փոքր վաղ մեր կնունքից հետո պապան որոշեց, որ մեզ պետք է բերի ծանոթանանք բոլորի հետ ու դրանից հետո ընդհանրապես ոնց որ կապ չի եղել մինչև 23 թիվ։ Ինձ շատ էր հետաքրքրում, ասացի ուզում եմ մեր ընտանիքի տոհմածառը կազմեմ ու նմանավանդ ասենք պատերազմից հետո էլ որ այդ ամեն ինչը կորցրեցինք, օրինակ ես ցավոք սրտի Արցախ չեմ գնացել ու իմ համար դա միշտ ցավ է լինելու։ 23 թվին այնպես ստացվեց, որ կարողացա գամ, այդ հնարավորությունը ունեի, աշխատանքից ազատվեցի, ոնց որ ժամանակ գտա, կարողացա գնալ Գորիս, այնտեղ ոնց որ տատիկի կողմի բարեկամների հետ ծանոթացա, հետո արդեն եկա Կապան ու Կապանի բարեկամների հետ ծանոթացա։ Շատ լավ, իսկ ասեք թե ինչով եք զբաղվում Բոստոնում, ինչպես էր անցնում ձեր առօրյան եւ որտեղ եք սովորել։ Դե Բոստոն քաղաքում ծնվել մեծացել եմ, չգիտեմ ինչքան գիտեք թե չէ Բոստոնի մասին, բայց հայոց ցեղասպանությունից հետո շատ հայեր այնտեղ են գնացել, այնպես որ իրանք կարելի ասել 4-րդ, 5-րդ սերունդ հայեր են, որ Ամերիկայում են եղել, բայց իմ ծնողները 90-ական թվականներին Հայաստանից տեղափոխվեցին հենց Բոստոն ու էլի տենց ինչ որ հայկական մշակույթ պահպանված կար, բայց մի քիչ տարբեր ու միշտ այնտեղ ասենք հայկական համայնքի հետ աշխատում էի, զբաղվում էի, հայ ուսանողների միության ղեկավարն էի Բոստոնի, նաև ես Հարվարդի համալսարան եմ ավարտել, այնտեղի Հարվարդի հայ ուսանողների միության ղեկավարն եմ եղել նախական մեր ոնց որ ուսանողական ակումբի ու ավարտել եմ տնտեսագիտական բաժինը ու այս պահին աշխատում եմ որպես տվյալագետ։ Շատ լավ, մեր շատ հետաքրքիր է նաև, երբ առաջին անգամ եկաք Սյունիք, ինչը առաջինը շատ հավանեցիք եւ ինչը ամենաշատը ձեզ զարմացրեց։ Դե ամենաառաջինը կասեմ ոնց որ մարդիկ, իրանց վերաբերմունքը, ջերմությունը, օրինակ առաջի կարելի ասել կանգառը, որ իջնում էի դեպի Կապան Գորիսում էր մեր տատիկի կողմի բարեկամների հետ ծանոթացա ու այդ մարդկանց գրեթե կյանքումս չեմ տեսել, չեմ հիշում, բայց իրանք այն ձևի լավ ընդունեցին, ոնց որ 1000 տարվա ծանոթ լինենք, ամեն ձևի, չգիտեմ, ջերմություն, հյուրասիրություն, համբերություն, ոնց որ ամեն ինչ հերթականությունով ինձ բացատրել են, պատմել են մեր տոհմածառի մասին, մեր նախնիների մասին։ Մի խոսքով այդ ջերմությունը մարդկանց ամենաշատը այդ այնց ուրախացել ու զարմացրել, կարելի ասել շատ տարբերվում է Ամերիկայից, ասենք մարդիկ նույնիսկ տեղ կա, որ հարևանը հարևանի հետ չի խոսում կամ բարեկամը բարեկամին տարի մի անգամ, երկու անգամ տեսնում է ու վերջանում այդ հարաբերությունները, բայց այդտեղ մինչև հիմա ոնց որ կարող եմ ասել այդ կապը կա ու այդ ջերմությունը զգում եմ։ Ու նույնը հենց Կապանում եմ զգացել, միգուցե Կապանում ավելի մոտիկ են արմատները, կարելի է տենց ասել, որովհետև Գորիսում մի քիչ հեռու բարեկամություն էր, բայց Կապանում հենց իմ պապայի եղբայրները այստեղ են եղել, քույրիկները այստեղ են եղել, իրանց զավակները, թոռները արդեն գալիս են ոնց որ ինձ էլի եղբայր ու քույր ու չգիտեմ, ուրիշ ձևի ուրախություն է, երբ որ հարազատ ես գտնում, որտեվ հարազատ բարեկամ չենք ընտրում, ոնց որ իրանք կան ու երբ որ հանդիպում ես ու ինչ որ բռնում է երկուսիս էներգիան, դրական մտածելակերպը, ուրախությունը, ոգևորությունը, չգիտեմ, անսահման ուրախ եմ, որ այդտեղի ստացվեց։ Շատ հետաքրքիր էր, իսկ ասեք Կապանում ինչ ավելի շատ հավանեցիք։ Էլի մարդկանց, նաև կարելի ասել ոնց որ մշակույթը, բարբառը, սնունդը, ամեն ինչը, այն որ ասենք կյանքումս այդ ժինգյալով հացը չէի կերել, կուրկուտ չէի փորձել, չգիտեմ նույնիսկ կանաչիներից այդ խնջլոզը, այդ ամեն ինչը ոնց որ հենց Կապանի Սյունիքի բանն է, համն ու հոտն է ու բարբառը իմ համար օրինակ շատ դժվար էր, մենակ ես փոքր վաղ հիշում եմ, որ իմ պապիկը խոսում էր Կապանի բարբառով, գնում ենք նստում ենք իր տուն, կարող ասենց մի կես ժամ ինքը խոսեր ու ընդհանրապես ոչ մի բան չէինք հասկանում, ես ու եղբայրս, բայց հիմա արդեն որ մի քիչ տարիքով մեծ եմ ու շատ եմ շփվում, կամաց բարբառներ եմ սովորել ու դա էլ իմ համար շատ հետաքրքիր է, ոնց որ կարելի ասել համարյա օտար լեզվի նման է։ Ինձ նաև շատ հետաքրքրեց, կասեք, երբ առաջին անգամ եկաք Կապան, որն էր այն վայրը, որը ցանկանում եք հենց առաջինը տեսնել։ Հենց առաջի բանն էր, որ ես ուզեցել եմ տեսնեմ, որ եկել եմ Կապան, այդ օրը ձյուն էր գալիս ու
ոնց որ իմ եղբոր հետ պայմանավորվել ենք, որ ուզում ենք գնանք մեր պապիկների գերեզմանները տեսնենք ու այդ օրը ասել է արի մենք շուտ գնանք, քանի ձյունը չի եկել, հենց Կավարտի գերեզմանոցում։ Ու այնտեղ թաղված է իմ պապիկիս պապան, իր անունը Քրիստոֆոր Գաբրիելյան, մեր ցեղում տենց ավանդույթ կա, որ ազգանունները փոխում են ու ինձ շատ հետաքրքիր էր տեսնեմ այն մարդու գերեզմանը, ում անունը ես կրում եմ։ Ու այդ օրը, որ ասենք ձյունը արդեն սկսում էր, բայց խուստը դեռ երևում էր ու արդեն ոնց որ գնացի տեսա այդ մարդու նկարը, այդ անունը, ում անունը ես կրում եմ, ինձ 1000 անգամ բացատրել են, պատմել են, քո պապիկը մեծատառով մեծ մարդ ա եղել, դու իր անունն ես կրում Քրիստոֆոր, շատ դեպքերում նույնիսկ մարդիկ մտածում են ինչ որ ամերիկյան անուն են, իմ ծնողները մոգոնել, որ ավելի հեշտ լինի ամերիկացիների համար, բայց հենց այդ իմ Կավարտի պապիկի անունով գերեզմանն էր ու գնացի այդ տեսա ու խուստուպի ֆոնով այդ ամեն ինչով այդ տեսարանով ոնց որ կյանքումս չեմ մոռանա ու այդ առաջի հենց ոնց որ ամենամեծ տպավորիչ բաներ ու հենց առաջի բաներ ինչ որ արել եմ որ եկել եմ Կապան։ Շատ հաճելի է լսել, որ ձեր պապիկը նույնպես կապանցի է եղել, ես շատ փոքր եմ եղել, չեմ հիշի ձեր պապիկին, բայց կարծում եմ կապանցիները կհիշեն, եթե որևէ մեկը ճանաչեց, հիշեց, կարող է գրել մեկնաբանություններում, շատ հաճելի կլինի լսելը։ Հետո ձեր շրջայց Կապանը ոնց էր կպատմեք մի փոքր։ Անպայման։ Դե հետաքրքիր էր, որ ես եկել էի Սյունիք, ընդհանրապես մտածում էի մի 5 օրով կգնամ 2 օրով Գորիս, 3 օրով Կապան ու կվերադառնամ Երևան։ Էնպես ստացվեց, որ Գորիս մի 5 օր մնացի, Կապան էլ մի 12 օր, մինչև ԱՄՆ թռնելուց վերջի օրը հենց մնացել եմ Կապանում ու այդ ընթացքում իմ ոնց որ քույրիկները, եղբայրները սկզբից ասեցին դե բոլոր բարեկամների հետ կամաց ծանոթանանք ու ընթացքում ասեցին համել հետաքրքիր տեղեր կլինեն, արի գնանք տեսնենք։ Գնացինք օրինակ Վահանավանք, գնացինք Քաջարանի են արձանի մոտ տեսանք, շատ հետաքրքիր էր, հետո Կավարտում կա հունական եկեղեցի, այնտեղ էլ գնացինք տեսանք, նաև Գեղի եմ գնացել, տեսել եմ այնտեղ ոնց որ մերոնք շատ շուտվանից ինչ որ հողագործությունով են զբաղվել, այդ էլ տեսա իմ պապիկը օրինակ պատմել էր դրա մասին, տանը մենք ոնց որ դրա կասետները տեսել էինք, այն վաղ նկարում էին ու այդ բոլոր տեղերը, որի մասին ինչ որ մի փոքր նմուշ մնացել էր թե նկարներով, թե վիդեոներով, իսկական կյանքում վերջում հասցրեցի տեսա, նաև ասենք Կապան քաղաքի չգիտեմ 4 կողմերում բարեկամներ ունեմ, ամեն մի թաղում, ամեն մի տեղում մեկը կար ու կամաց տենց քաղաքի հետ ծանոթացա, նաև թանգարան գնացի, ինձ հետաքրքիր էր այնտեղ ասի կարող են նյութեր լինեն միգուցե մերոնց մասին ու ճիշտն ասած գտել եմ։ Մեր տատիկը, Փարանձեմ տատիկը ինքը ուղարկել է որոշ հոդվածներ թերթից, նաև պապիկիս նկարները կային թանգարանում ու շատ հետաքրքիր էր, որ այդ ամեն ինչը պահպանվել էր ու մնացել էր։ Ես կուզեի նաև խուստուփի մասին խոսեի, կպատմեք ինչպես կազմակերպեցիք խուստուփ բարձրանալը։ Խուստուփը, չգիտեմ, հայացքս նայում եմ խուստուփից չեմ կարող կտրել։ Այն որ ամեն օր հիմա որ Կավարտ եմ լինում, պատուանից դուրս եմ նայում բալկոնից ասում խուստուփ երևում է, խուստուփը չի երևում այսօր։ Հիմա համար դա, չգիտեմ, մեծ ֆանտազիա էր, որ մի օր պետք է բարձրանամ, տեսնեմ ամեն ինչը ոնց է այնտեղից երևում ու նաև իմանալով, որ Գարեգին Նժդեի գերեզմաններից մեկը այնտեղ կա, ինձ շատ ոգեշնչեց, ասում եմ ուզում եմ գնամ այդ վայրերը ամեն ինչը տեսնեմ ու այդ ապրիլին է եկել 23 թվին ձմռան ոնց որ հələ այնտեղ ձյուն էր գալի, ցեխեր ասում են լավ եղանակ չի, պետք է ամառը գնանք, որ ավելի հեշտ լինի ու տենց մեր բարեկամների հետ գնացինք, որի համար շատ շնորհակալ եմ, իրանք համաձայնվեցին ու ոնց որ ընտանիքով կարողացանք բարձրանանք, լուսաբացը դիմավորեցինք։ Արդյոք ձեր խուստուփ բարձրանալը կապ ունի ձեր գիրք գրելու հետ, եթե ոչ, կասեք ինչպես առաջացավ գիրք գրելու միտքը։ Դե մանկուց միշտ սիրել եմ գրել, օրինակ Բոստոնում հայկական թերթի համար եմ նաև աշխատել ու իմ դուրը գալիս էր հասարակ գրելը, դա իմ մասնագիտությունը չի, ինչ որ կրթություն չունեմ հատուկ գրելու հետ կապված, բայց այդ հուշերը այդ ամեն ինչը որ ես զգացի, ասեցի ուրիշներն է պետք է դա զգան ու ամենալավ միջոցը ըստ ինձ այդ պահին ոնց որ խոսքերով, բառերով այդ ամեն ինչը փոխանցելն էր եւ որոշեցի, որ ուզում եմ գրեմ, այնքան որ իմ հուշերից տարբեր կերպարներ, թեկուզ դրանք լինեն իրականության հետ խառնված կամ մոգոնած, բայց ամեն ինչը կարելի ասել ինչ որ իսկական մարդկանց ու դեպքերի վրա հիմնված։ Չնայած պատմությունը մոգոնած պատմություն է, բայց այնպիսի բաներ են կատարվում, որը ես տեսել եմ հենց Կապանում ու ըստ դրա որոշել եմ գրել այդ գիրքը։
Ինձ նաև շատ հետաքրքիր է գիրք գրելու process-ը ինչպիսին էր, երկար էր տևում, մեկ օրում էիք այդքան նստում, երկար գրում, թե ավելի կարճ էր տևում, կպատմեք մի փոքր գրքի գրելու process-ի մասին։ Եվ ինչ էմոցիաներ եք զգում գիրքը գրելուց։ Գիրք գրելուց կարող եմ ասել ամենաշատը կարոտն էի զգում, ոնց որ կապանի ու ամեն օր ոնց որ երեկոյան ժամերին նստում էի մի գլուխ գրում էի ու տենց մոտավորապես մի ամիս ու կես տևեց մինչև առաջի տարբերակը գրեցի ու չգիտեմ այդ կարոտը սպանում էր շատ էի ուզում նորից այստեղ լինել այդ ամեն ինչը զգալ այդ ուտելիքը ուտել իմ հարազատներին տեսնել այդ չգիտեմ գյուղական կյանքն էլ իմ համար շատ հետաքրքիր է չնայած հիմա կավարտը գիտեմ որ բանավան է համարվում բայց էլի այդ հնության այդ ոգին ու շունչը կա այնտեղ եւ չգիտեմ, միգուցե կարոտն էր ամենաշատ մոտիվացիան տալի ու ասենք այդ հուշերը ամեն ինչ ինչ որ իմ մոտ կար, անսահման աղբյուր էր, հետաքրքիր նյութերի, ինչքան արկածների մեջով անցանք, մենք գիտենք, չնայած 12 օրեր, բայց այդ 12 օրվա ընթացքում ինչ որ ստեղ մնացի, չեմ կարող ասել, անմոռանալի օրեր էին։ Հետո առաջի տարբերակը այդպես բրծա, նորից ամառը եկել եմ Հայաստան ու այդ ընթացքում նաև Թումոյում եմ աշխատել 10 եմ տվել տվյալագիտության ու այդ ընթացքում էլ էլի տենց հետաքրքիր չգիտեմ արկածներ են եղել այդ ժամանակ արդեն խուցուպն եմ բարձրացել ու գրքի մեջ այդ մանրամասերը կարողացել եմ մի քիչ փոխել ու ավելացնել ու վերջիվերջո հիմա արդեն ասենք մի տարբերակ երկու տարբերակ երեքից հետո իսկականա ստացվեց Կնշեք նաև ինչքան ժամանակում ավարտեցիք գիրքը։ Ընդհանուր գրքի ավարտը երևի մոտավորապես մի 9 ամիս տևեց գրելուց, սևագիրը մաքրելուց այդ ես եմ արել, իմ համար շատ դժվար էր դա, իսկապես ասենք իմ գրածը կարդալը եւ քերականությունը ստուգելը, որոշ ասենք տեղեր սյուժեն հետաքրքիր էր, լավ էր, տարբեր մարդկանց եմ տվել, հարցրել եմ իրանց կարծիքները, նաև կապանցիներին եմ տվել, ասել եմ ճիշտ եմ ներկայացրել թե սխալ, ասել են հա, բայց մի քիչ շատ ես գրել սնունդի մասին, ուտելիքի մասին, ասի երևի սոված է այդ ընթացքում, բայց այդ ծերից ծեր երևի մոտավորապես մի 9 ամիս Ես կուզեմ շատ սփոյլ չանենք, բայց մի փոքր պատմեն գրքի մասին, ինչի մասին է, որովհետև այն մարդիկ, ովքեր դեռ չեն կարդացել, կարծում եմ շատ կհետաքրքրի։ Անպայման, դե գիրքը պատերազմի մասնագետի մասին է, ով վերադառնում է իր պապենական գյուղ հենց Կապանում եւ նա այնտեղ հանդիպում է իր առաջի սիրոն, ում անունը Սիրանուշ է, իսկ գլխավոր կերպարի անունը Խաչիկ, մի խոսքով Խաչիկը հանդիպում է նորից Սիրանուշին, ով ցավոք սրտի արդեն նշանված է լինում եւ այդ ընթացքում Խաչիկը, որ գալիս է հետ վերադառնում է իր պապենական գյուղ, աշխատում է հանքում, ինքը ֆինանսական դժվարությունների մեջ է ընկել, իր ընտանիքում ոնց որ թյուրեմացություն ա եղել պատերազմից հետո իր պապան հաշմանդամ է, իր աղբերը վիրավոր մահանում է ռազմադաշտում, ինքն էլ այդ ամեն ինչի հետ այդ տրավմայի բերով գալիս է ծանր վիճակում հետ իր պապենական գյուղ, որպեսզի աշխատի Երևանում իր ընտանիքին պահի ու գիրքը ընդհանուր նաև մեր Կապան քաղաքի մասին է, ասենք նաև գյուղական կյանքի մասին է, թե մարդիկ ինչպես են ապրում, ոնց են մտածում, իրանց արժեքների մասին, իրանք ոնց են դժվարությունները հաղթահարում եւ շատը կասեմ ոնց որ լավատեսության մասին է, մարդիկ ինչ ձևի քաջ են, ոնց են դիմանում ամեն ինչին, չեն հիասթափվում կյանքից եւ շարունակում են դրական լինել ու լավ մտածել։ Իսկ ասեք ձեր կերպարները իրական են թե հորինված են։ Իրենք տենց կեսով գոյություն ունեն, կեսով մոգոնված են, շատերը ասենք ծանոթ ընկեր բարեկամի խառնուրդներ են լինում, մեկ պատմում եմ մերոնց, ասում եմ, այս կերպարը ոնց որ ձեր նմանես բանը ասես կամ չգիտեմ, այս ձևի է իրան պահում, իրանք ծիծաղում են, ուրախանում են։ Շատ հետաքրքիր է իրականում ձեր պատմությունը, ինձ նաև շատ հետաքրքրեց, թե ինչպես է կազմակերպել շնորհանդեսը։ Դե այդ process-ը շատ հետաքրքիր էր, ճիշտն ասած, մի քանի տեղ դիմել էի, ինձ մերժել էին, բայց միևնույնը, ոնց որ ես ոգևորված էի, ասի մարդիկ, որ մի քիչ իմանան այս պատմության մասին, հաստատ իրանց հետաքրքիր կլինի ու իրանք կհամաձայնվեն կուզենան կարդան ու նենց ստացվեց, որ հենց Մարզկենտրոն Կապան Facebook-յան էջում հրապարակեցի մի post, մի նկարով գրել եմ, չգիտեմ, այս իմ պատմությունը, ես Ամերիկայի հայ եմ, բայց արմատներով կավարտեցի, եկել եմ սիրահարվել եմ մեր քաղաքի վրա, մեր խուստուպի հետ ամեն ինչի հետ կապված գիրք եմ գրել պատերազմի մասնակիցի մասին, եթե մարդ կա որ ցանկանում է իրան հետաքրքրում է, կարող եք ինձ գրել, դիմել, եթե ուզում եք, ձեզ կվաճառեմ ու արձագանքը շատ մեծ էր
ու ես չէի սպասում այդպիսի բան, ինձ թվում է դա խոսում է հենց կապանցիների հպարտության մասին, որ իրանք միշտ ուզում են աջակցեն օգնեն, թեկուզ ես մի քիչ համարեմ ինձ դրսից եկած մարդ, բայց արմատներով կապանցի ու արձագանքը շատ բարձր էր, դրանից հետո արդեն ճանաչվեցի ինֆոկապանի կողմից եւ իրենք հրավիրեցին ինձ, ասեցին եկեք հարցազրույց անենք ու այդպես էլ ոչ միայն կապանում, այլ Հայաստանում մի քիչ ծանոթություն ստացա, այդ տեսանյութը ճիշտն ասած Երևանում էլ նույնիսկ մարդիկ փողոցում ինձ կանգնացնում էին, տեսնում էին, ասում են մենք գիտենք ձեր մասին, մենք գիտենք որ դուք եկեք կապանցի եկեք եկեք, իմ համար լրիվ անսպասելի էր, բայց շատ ուրախացա, ինձ թվում է իմ խնդիրը այն էր, որ ճիշտ մարդկանց պետք է հանդիպես, ոչ թե պետք է համոզես, որ իրանք քո կողմից լինեն, այլ մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել ու օգնել ու այնպես ոնց որ բախտի բերումով միգուցե ճակատագրական բան է, որ հենց կապանում կարողացա առաջի վաճառքը կատարեմ ու մարդկանց հետ ծանոթացնեմ տեքստից հետ, նրանից հետո արդեն օֆիցիալ տենց շնորհանդես կատարվեց հենց Կապանի թվային գրադարանում, նաև Երևանում ամերիկյան համալսարանում ու դրանից հետո արդեն ԱՄՆ-ում մեր քաղաքում կարողացա Բոստոնում մի 2-3 հատ գրքի շնորհանդես կազմակերպել թե համալսարաններում, թե այնտեղի գրադարաններում, նաև այս վերջերս Լոս Անջելես եմ գնացել այնտեղ էլ ահագին հայկական ոնց որ դպրոցներ կան այնտեղ եմ խոսացել, հայ ուսանողների միությանների հետ եմ խոսացել տարբեր համալսարաններում Ինձ նաև շատ հետաքրքիր է մարդկանց հետադարձ կապը, արդյոք մարդիկ պահում են գրողի հետ հետադարձ կապ, ինչպիսին է իրենց արձագանքը գիրքը կարդալուց հետո։ Հիմնականում միշտ դրական արձագանք ա եղել, մարդիկ շատ են հավանել ու ոգևորվում են, ասում են մենք ենք ուզում գանք Կապան, եթե Կապանից չեն կամ մենք Կապանից ենք ու մենք շատ հպարտացել ենք, ուրախացել ենք, որ մեր քաղաքի մասին sense գիրք կա։ Ունենանք արդյոք գրքի հայերեն տարբերակը։ Հա, դե ցավոք սրտի ես հայկական կրթություն չունեմ, տանը ինչ խոսացել ենք, այդ եւ ես կարողացել սովորել, չնայած կարող եմ կարդալ, բայց տենց գրել քերականություն իմ մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Ու այնպես ստացվեց, որ առաջի տարբերակը անգլերենով ստացվեց, բայց թարգմանությունը այս պահին համարյա ասենք կեսից գնացել է եւ մինչեւ հունիս ամիսը ինձ թվում է արդեն պատրաստ կլինի իսկական վերջնական հայերեն տարբերակը իր տված ֆորմատով։ Գիրքը որ վերջացնեմ, իմ երազանքը այն կլինի, որ այս գիրքը դառնա սցենար, սցենարը դառնա ֆիլմ եւ հենց Կապանում նկարահանվի այս գրքի պատմությունը ու այս պահին աշխատում եմ, որ առաջինը այս ոնց որ գիրքի ճանաչումը շատացնեմ Հայաստանում, որ ինձ թվում է հայերեն տարբերակով միանշանակ ավելի լավ կստացվի ու դրանից հետո արդեն աշխատեմ, որ դարձնեմ սցենար, սցենարի հիմքով էլ մոտենամ պրոդյուսերներին եւ դարձնենք ֆիլմ։ Շատ հաճելի էր ձեզ հետ, ես ուզեի ձեր խորհուրդը, նաև ինչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր այս պահին ինչ-ինչ վաճառներով կապանում չեն գտնվում են արտերկրում, ինչ կմաղթեք այդ մարդկանց։ Մաղթում եմ վերադարձեք, տեսեք ինչ ունենք, տեսեք ինչի համար են մեր զինվորները պայքարել, զոհվել, պաշտպանել։ Այս հողն ու ջուրը, այս ամեն ինչը, այս մշակույթը, այս ուրախությունը, լավատեսությունը, մարդկանց մշակույթը դուք բաց եք թողնում արտասահմանում, դուք չեք տեսնում, դուք չեք զգում դա, իսկ դա մենակ մի տեղում կարող զգաք հենց Կապանում։ Շատ շնորհակալ եմ ևս մեկ անգամ մեր հրավերը ընդունելու համար, շատ հաճելի է ձեզ հետ զրուցել։ Դե իմ սիրելի ընկերներ, այսպեսին էր մեր այսօրվա հարցազրույցը։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր էջին, լայքել այս տեսանյութը եւ տարածել։ Նաև կարող եք մեկնաբանությունների բաժնում գրել, թե հաջորդը ում կցանկանաք տեսնել։